Սա մեր խեղճ յորիքն է։ Մենք միասին կարող ենք ձեզ բացատրել ուժեղ միգրենոզ գլխացավերի առաջանալու պատճառը և որ հատվածներում են առաջանում։ Ցավը ճակատային և աչքի հատվածում ամենահաճախը կարող է սեղմված լինել մկանների, անոթների և ոսկրային հյուսվածքի միջոցով։ Եթե ունենում եք բուրսացող ցավ, դա մեծ հավանականությամբ զարկերակով է սեղմված նյարդը։ Դա հաճախ կարող է նկատվել քունքային հատվածում։ Ծանրություն, լարվածություն, ցավեր պարանոցի և ծոծորակի շրջանում ամենահաճախը լինում են համապատասխան մկանների կողմից սեղմված նյարդի ժամանակ։ Ցավերը և լարվածությունը նկատվում է հենց այս շրջանում։ Կանայք շատ լավ գիտեն, թե բոտոքսը ինչպես է ազդում կնճիռները չեզոքացնելու համար։ Նույն մեթոդով, նույն բոտոքսով ազդելով համապատասխան մկանների վրա, մենք թուլացնում ենք նաև այդ մկանները, որ չսեղմեն այդ ներվերին։ Եվ եթե պատճառը մկաններն են, հիվանդի մոտ առաջանում է երկարատև ցավազրկում։ Արդյունքում ցավը անցնում է մեծ մասամբ հիվանդների մոտ 6 ամսից մինչև 1 տարի ժամանակաշրջանում։ Բոտոքսի դրական արդյունքի դեպքում կարելի է կատարել փոքրիկ անվտանգ վիրահատություն, որի տևողությունն է 1, մաքսիմում 1.5 ժամ, հիվանդը 24 ժամ չանցած դուրս է գրվում տուն, որտեղ բոլոր վերոնշյալ հատվածներում կատարվում է այդ նյարդերի դեկոմպրեսիա, ազատվում են ցանկացած իրանց սեղմող հյուսվածքից։ Եվ ի տարբերություն բոտոքսի կամ ինչ-որ տեսակի դեղամիջոցների, վիրահատությունը տալիս է կայուն և մշտական արդյունք։